Մուկն ու կատուն, ըստ Գրիմ եղբայրների։ Կար չկար, մի խորամանկ կատու կար, և կար մի միամիտ մուկ։ Մուկն ապրում էր իր փոքրիկ համեստ բնում, եկեղեցու խորանի տակ, իսկ կատուն ամբողջ օրը անցկացնում էր աղոթարանում, մի հին բարձի վրա։ Նրանք մի քանի անգամ հանդիպել էին, և մուկը ամեն անգամ արագ փախել էր կատվից ու պատսպարվել իր բնում։ Նա կատվի ճանկերի միայն տեսքից արդեն սարսափում էր։ Բայց մի օր կատուն այցելեց մկանը։ «Մկնի՛ք, քույրիկ», մռլտաց կատուն, «արի միասին ապրենք։ Կապրենք զանգակատանը և հոգ կտանենք միմյանց, կկիսենք մեր ուտելիքը, ինչ կասես»։ Մուկը երկար մտածեց կատվի առաջարկի շուրջ։ Նա այնքան էլ չէր սիրում կատուներին, հատկապես այն օրվանից հետո, երբ իր մեծ ապուպապը ձմեռային մի ցուրտ օր բաժին դարձավ ագարակի կատվին։ Բայց մուկը ծանրութեթև արեց ու մտածեց, որ միասին ապրելը նաև իր օգուտներն ունի, և ի վերջո, խաբվելով կատվի բարի ժպիտին, ընդունեց նրա առաջարկը։ Մուկն ու կատուն իրենց խնայողությունները միացրին և ձմեռվա համար մի կճուճ յուղ գնեցին։ Կատուն ասաց, որ ինքն այն ապահով կպահի եկեղեցու խորանի տակ, ուր ոչ ոք երբեք ոտք չէր դնում այնտեղ, և այդպես էլ արեց։ Նրանք միմյանց խոստացան, որ չեն դիպչի կճուճին մինչև խոր ձմեռ։ Մուկը ուրախ զբաղվում էր իր գործերով։ Նա շատ էր սիրում իր նոր տունը, չնայած որ հոգնում էր աստիճաններով բարձրանալ իջնելուց։ Խորամանկ կատուն ոչ մի կերպ չէր կարողանում մտքից հանել յուղով լի կճուճը և ի վերջո մի բան հորինեց։ Մի օր իր կանաչ աչքերն ուղղելով մկան աչքերին, ասաց. «Մկնի՛ք, քույրիկ, զարմուհիս օրերս մի փիսիկ է ունեցել և ուզում է, որ ես լինեմ կնքահայրը։ Շատ կուզենայի գնալ կնունքին, դեմ չես լինի»։ «Ինչ ես ասում, կատու եղբայր», ասաց մուկը, «իհարկե դեմ չեմ։ Դու գնա, իսկ ես այսօր շատ գործեր ունեմ անելու, կզբաղվեմ իմ գործերով»։ Բայց նենգ կատուն ուղիղ գնաց այնտեղ, որտեղ պահել էր յուղով լի կճուճը, հանեց այն ու վրայից լպստեց, հետո ամբողջ օրը քնեց, երեկոյան արթնացավ, ողջ մարմնով ձգվեց և օրոր-շորոր վերադարձավ զանգակատուն։ «Լավ ժամանակ անցկացրեցիք», հարցրեց մուկը։ «Այո, հիասքանչ էր», պատասխանեց ոչ այնքան հիասքանչ կատուն։ «Երեխայի անունը ի՞նչ դրեցիք», հարցրեց մուկը։ «Լպստան», ասաց կատուն։ «Լպստա՞ն», զարմացավ մուկը, «ինչ տարօրինակ անուն է, երևի կատուները այդպիսի անուններ ունեն»։ Եվ մուկը շարունակեց իր աշխատանքը։ Շուտով կատուն կրկին սկսեց մտածել կճուճի մասին և մկանն ասաց. «Հենց նոր իմացա, որ կրկին սանիկ եմ ունեցել, դեմ չես լինի, որ գնամ կնունքին»։ «Եվս մեկ սանի՞կ», զարմացավ մուկը, «ինչ մեծ ընտանիք ունեք»։ Նենգ կատուն գաղտագողի գնաց ու կերավ յուղի կեսը և գիշերը ճեմելով վերադարձավ տուն։ Մուկը սպասում էր նրան։ «Ինչպես անցավ կնունքը», հարցրեց նա։ «Ինչ դրեցիք փիսիկի անունը»։ «Լպստան Կեստան», պատասխանեց կատուն։ «Լպստան Կեստան», զարմացավ մուկը, երբեք նման բան չեմ լսել։ Բայց կատուն արդեն քնել էր խորամանկ ժպիտը դեմքին։ Շատ չանցած անկուշտ կատվի սիրտը կրկին յուղ ուզեց։ «Մկնի՛ք, քույրիկ, չես հավատա, էլի եմ սանիկ ունեցել»։ «Գիտես, չեմ կարող չգնալ կնունքին», ասաց կատուն։ Մկնիկ քույրիկին այդ ամենը շատ տարօրինակ թվաց, բայց նա բարեսիրտ էր և կատվին մեծահոգաբար ճանապարհեց երրորդ կնունքին։ Կատուն, իհարկե, արագ
իջավ աստիճաններով, սահեց մտավ խորանի տակ, մինչև վերջ կերավ յուղն ու լպստեց կճուճը։ Այդ գիշեր նա շատ շուտ վերադարձավ տուն։ Այս անգամ ինչ տարօրինակ անուն դրեցիք Փիսիկին, դժգոհ հարցրեց Մուկը։ Բանն այն է, որ ամբողջ օրը զանգակատան զանգերի ձայնից նրա գլուխը սկսել էր ցավել։ Լպստան կոնծան, պատասխանեց կատուն։ Լպստան, լպստան կեստան, լպստան կոնծան, թերահավատորեն ասաց Մուկը։ Ինչ լավ է, որ ձեր ընտանիքից չեմ, ես չէի կարողանա նման տարօրինակ անունների հետ հարմարվել։ Եվ նա գնաց քնելու թաթիկները ականջներին։ Որոշ ժամանակ էլ ոչ մի կնունք չեղավ։ Ձմեռը եկավ, եւ Մուկը սկսեց մտածել խորանի տակ պահված յուղի կճուճի մասին։ Կատու եղբայր, ասաց նա մի ցուրտ առավոտ, կարծում եմ, արդեն յուղի կճուճը բերելու ժամանակն է։ Դեռ կտեսնենք, մտածեց նենք կատուն, բայց խելոք մկան ետևից գնաց։ Մուկը մտավ խորանի տակ, դուրս բերեց կճուճը եւ տեսավ, որ այն ամբողջությամբ դատարկ է։ Ինչ հիմարն եմ ես, լաց եղավ նա, նոր եմ միայն հասկանում, թե որքան նենք կատու ես դու, լպստան, լպստան կեստան, լպստան կոնծան։ Այդպիսինն ենք կատուներս, ասաց անկուշտ կատուն եւ թաթը մեկնեց, որ ճանկի մկանը։ Բայց Մուկը չափազանց արագաշարժ էր։ Նա մի ակնթարթում փախավ ու մտավ իր սիրելի փոքրիկ բույնը խորանի տակ։ Այլևս Մուկը չհավատաց կատուներին, երբեք ու երբեք։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։